Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հման միջոց այլ չի կիրառվում, որը կարող է կիրառվել։ Հիմա եկել է հարցնում եք ինչու են դրանք վարչական հսկողության տակ եւ ոչ թե օրինակ անազատության մեջ։ Սպանության մեջ մեղադրվողը կամ ուղիղ կասկածյալ ազատության մեջ է, բայց օրինակ մեր ձևով ասողը կամ սպանության մեջ բազմաթիվ մեղադրվողներ այժմ կրում են կալանք խափանման միջոցը, քրեակատարական տարբեր ոչ բազմաթիվ դրսում չեն, կարող է լինել իրավիճակ, երբ կապ չունի հանցանքի ծանրությունը, նույնիսկ սպանության մեջ մեղադրվող անձը կրի խափանման այլ միջոց, այսինքն դատարանը որոշի, որ պետք է այլ խափանման միջոց նշանակի տվյալ անձի նկատմամբ, որովհետև խափանման միջոցի տեսակի որոշման հիմքում ոչ թե հանցագործության ծանրությունն է, այլ մի շարք այլ հանգամանքներ։ Տիկին նախարար, հիմա որ ասում եք պետք է լինեն համապատասխան ինչ-որ կառույցների եւ այլն, ինչ հետևեցի կառավարությունում ինչ-որ իրավասու ոլորտային նախարարներ, գերատեսչության ղեկավարներ քննարկել են այդ միջադեպը, ինչ վարչապետը հետևություններից էր խոսում, դուք տեղյակ եք որևէ քննարկումից կամ գուցե մասնակցել եք որևէ նման քննարկման։ Իսկ որ ասում եք բայց կարծում եմ, որ դուք էլ տեսել եք, որ ներքին գործերի նախարարությունը հենց դեպքից անմիջապես հետո սկսել է իր ակտիվ աշխատանքը, որպեսզի ի վերջո հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց արդեն անցել է 1 օր, որևէ ձերբակալված կամ որևէ անձ չի հայտնաբերվել։ Սա արդյոք չի նշանակում, որ այդ աշխատանքը ամեն դեպքում արդյունավետ չի իրականացվում կամ գուցե ոստիկանությունը, նախարարությունը իսկապես աշխատանքի արդյունավետությունը չափելու համար մենք պետք է ուղղակի սպասենք որոշակի ժամանակ։ Վերջը համայնքապետ եկնդակարվեց սեփական տանդիմաց ոստիկանության աշխատող է այնքան ինչքան որ անհրաժեշտ է, որպեսզի արդյունք ունենա։ Երեք օրինակ նաև հնչում էին տեսակետներ, որ եթե օրինակ իշխանության ներկայացուցիչի վերաբերյալ Facebook-ում մեկ գրառում անողին արագ հայտնաբերում են, Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետողին անմիջապես հայտնաբերում են, տանում են դատարան, կալանքի եւ այլն, բայց երբ որ ընդդիմադիր համայնքապետը կներեք, ձեր հարցադրման տողատակը որն է, որ բավարար ջանք այս դեպքում կարող է եւ չգործադրվել։ Դուք հասկացեք, պետք Ես այդպես հասկացա եւ ներողություն եմ խնդրում։ Ներողություն եմ խնդրում։ Ձեր ասածից ստացվում է այնպես, որ մեր պետությունում սպանության դեպքի առթիվ կարող է բավարար ջանք չգործադրվել, որպեսզի հայտնաբերվեն։ Մեր երկրում ձեռնարկվող օպերատիվ գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկում կարող է չիրականացվել, հաշվի առնելով այդ գործողությունների գաղտնի բնույթը։ Այլ բան, քան դա, ասել չեմ կարող եւ իրականության մեջ գոյություն ունենալ էլ չի կարող այլ բան։ Տողատակային է Տիկին Գայլյան գործընկերոջ։ Ես այդպես հասկացա, որ մարդիկ օրինակ իրենց հայտարարությունների համար մեղավոր են ճաշում։ Երեք օրինակ Միքայել Սրբազանը դրանից առաջ ես պատասխանեցի ձեր հարցին։ Բաղդադ Սրբազանը, Սամվել Կարապետյանը։ Հանցագործները, իրական հանցագործները ազատության մեջ են կամ շուտ հետո մեր երկրում քրեական օրենսգիրքն է որոշում, թե որ արարքն է համարվում հանցավոր եւ շատ լավ, քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկեք եւ փոխենք քրեական օրենսգրքի դրույթները։ Հիմա մենք ոստիկանություն ասում ենք, Վահե ջան, ես եմ ներողություն խնդրում։ Ոչ, չեմ լսել։ Կարող եմ ավարտել, շնորհակալություն։ Չէ։ Քրեական օրենսգիրքը որոշում է, թե որ արարքն է հանցավոր արարք։ Դատարանն էլ հաշվի առնելով քրեական օրենսգրքի արդեն որոշածը կայացնում է որոշում։ Հանցագործ ասելով չպետք է նկատի ունենալ միայն մարդասպաններին, խարդախներին կամ չգիտեմ, թմրամիջոց վաճառողներին տարբերակում միանշանակ կա եւ այդ տարբերակումը տեղ է գտած հենց քրեական օրենսգրքում սանկցիաների մեջ է տարբերակ։ Դա է ապաշխարությունը։ Պոտենցիալ մարդասպաններն անունները կարող դες ուղարկել։ Տեսեք, կամ վարչական հսկողության տակ են, կամ տնային, կամ դրսում են առասարակ, կամ չգիտեմ, գրավոր ազատության մեջ են։ Բայց մարդիկ էլի ի վիճակ են վերջերս տնային կալանքի մեջ գտնվող մարդը որտեղ Աջափնյակում կարծեմ ներողություն մարդ սպանեց էլի։ Երևանի մարդ սպանեց, դա ո՞նց հասկանալ։ Տնային կալանքի մեջ գտնվող 900 անձ կա։ 1600-ից ավել անձ այժմ գտնվում է կալանքի տակ, անազատության մեջ եւ պահվում է քրեակատարական հիմնարկներում։ Այդ մեծ բազմությունից հնարավոր են դեպքեր, երբ
ըստ մեր պլանավորածի կամ ցանկացածի իրադարձությունը տեղի չունենա կամ տեղի ունենա հակառակ բան։ Ես չեմ ասում, որ դա լավ է կամ դա այդպես պետք է լինի, բայց մենք չենք կարող մեզ, այո, եւ մաքսիմալ բացառում ենք եւ հետեւաբար դուք խոսում եք բացառություններից եւ բացառությունը հաստատում է օրինաչափությունը։ Շատ լավ է, որ ձեր ուշադրությունը հրավիրված է բացառությունների վրա, բայց ես ուզում եմ վստահեցնել, որ մեր ուշադրությունն էլ է այդ բացառությունների վրա հրավիրված եւ մենք փորձում ենք մինիմալ դարձնենք այդ բացառությունները, ընդհանուր մինչեւ բացառենք այդ բացառությունները։ Եթե պետությունը, եթե իրավապահ համակարգը իր տեղում լիներ, հնարավոր էր արդյոք կանխել, հա, այս ողբերգությունը, հաշվի առնելով, որ օրինակ Մերձավանում մի քանի Ձեր հարցին նախաքննությունը կպատասխանի, գուցե եւ կանխարգելի չի գուցե եւ պատշաճ չի իրականացել։ Գուցե եւ հնարավոր էր, գուցե եւ հնարավոր էր եւ գուցե եւ հնարավոր չէր։ Տեսեք, մենք իդեալական աշխարհում չենք ապրում, ցավոք, մեր երկրում այո տեղի են ունենում հանցավոր արարքներ եւ պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել եւ դա ամբողջ աշխարհում է, այնպես չէ որ միայն մեր երկրում է։ Այո, բավարար ջանք պետք է գործադրվի։ Ասում եմ, եթե օրինակ համայնքապետին են դատահարում, հասարակ քաղաքացու նկատմամբ կարան ավելի դաժան խոսել մենք չգիտենք նոր չկայք դուք ես այդ մասն էի խոսում, մենք չգիտենք դեռ հանցագործություն կատարած անձինք ովքեր են, մենք չգիտենք պատվիրատուները ովքեր են, եթե կան այդպիսիք, մենք չգիտենք հանցագործության մոտիվը որն է, արդյոք դա անձնական է, արդյոք կապված է անձի ծառայողական պարտականությունների կատարման հետ, այսինքն մենք չունենք որևէ ելակետ, որ ես հիմա ձեզ հետ այստեղ քննարկեմ, ասեմ, ես պատճառներով է դա տեղի ունեցել, իսկ այս մարդիկ գուցե եւ իրենց աշխատանքում թերացել են։ Ինչ վերաբերում է հասարակ մարդկանց անվտանգ զգալու խնդրին, ապա մենք ոչ թե պետք է նայենք 1-2 դեպքը, որոնք իրականում զարհուրելի են, խոսքը նրա մասին չէ, ես չեմ մինիմիզացնում այդ դեպքերի ծանրությունը, այլ մենք պետք է նայենք մեր երկրում հանցավորության ընդհանուր վիճակագրությանը, որով որ մենք իրականում բավականին բարվոք դրության մեջ ենք գտնվում, եթե համեմատենք եւ տարածաշրջանի երկրների հետ եւ այլ արտասահմանյան երկրների հետ։ Այս պահին իհարկե ոչ, որովհետեւ ես ձեռքիս տակ չունեմ վիճակագրական տվյալներ, բայց կարող եք ինքներդ ուսումնասիրել։ Այս իշխանությունը մշտապես հղում է անում նամբե ու ինչ որ վերլուծություններ տվող կազմակերպության, որի նկատմամբ վստահություն չկա։ Դուք սրա վրա եք հիմնվում։ Չէ, դուք կարող եք Արմստատից վերցնել վիճակագրություն հանցավորության վերաբերյալ եւ այլ պետությունների պաշտոնական վիճակագրական կայքերից վերցնել համապատասխան թվական ցուցանիշները եւ կատարել համեմատություն, ընդ որում եթե դա անելու եք, կցանկանայի, որ ուշադրություն դարձնեք հանցագործությունների տեսակին մեր երկրում որպես կանոն, ես չեմ ասում սա որպես լավ երևույթ, բայց ընդհանուր հանցագործությունների վիճակագրության մեջ 50 եւ ավել տոկոսը սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են, այսինքն անձանց դեմ ուղղված հանցագործությունները կյանքի առողջությունը վտանգող հանցագործությունները բավականին քիչ են մեր երկրում։